Բարև ձեզ, ուզում եմ երկու խոսք ասեմ այդ գեղեցիկ հագնված փալփլուն շորերով քահանաներին։ Դուք երբևիցե մտել եք նատ հիվանդի տուն, աղոտ քարել եք այդ հիվանդին, կամ բուժում արել եք, ոնց որ Հիսուսը արել բուժում։ Ձեզ կոչում են սրբազան, չէ՞։ Գիտեք ինչա սրբազան։ Սրբագույն Աստված։ Այո, մի հատ բուժում արել եք, որ Քրիստոսի պես կույրին բուժել եք, դիվահարին բուժել եք, դևին հանել եք մեջից դիվահարի, օգնել եք դրամով, կամ դրամ չունեմ, վեր կաց քայլիր Քրիստոսի անունով, Նազարեթի Հիսուսի անունով, այդպիսի բան արել եք, դուք մենակ փայլուն շորերը հագնում եք ձեր, թագերը դնում եք, փայլում եք, ոնց որ Աստվածներ լինեք, ու հելնում եք մեյդան։ Չեմ հասկանում, մի բուժում արել եք, մտել եք մեկի տունը, այդ մեկին բուժել եք, Քրիստոսի պես բուժել եք, ձեզ կոչում եք սրբազան, դե ուրիշ մարդիկ են կոչում ձեզ սրբազաններ, բուժում արել եք որպես Հիսուսի պես, կույրին բուժել եք, կաղին բուժել եք, ես չեմ հասկանում, մի բան արել եք, որ ձեզ կոչում են սրբազան, հարց եմ տալի ձեզ, բոլորիդ եմ դիմում, հայեր ջան, իրանք մի բան, մի հրաշք արել են, Քրիստոսի պես հրաշք արել են, կոչում եք սրբազան, որպես ինչ եք կոչում սրբազան, որպես ինչ, ինչի հիմունքներով եք կոչում սրբազան, ինչի հիման վրա եք կոչում սրբազան, խնդրում ենք պատասխանեք, հայ ժողովուրդ, չեմ հասկանում, եթե մի բան արած լինեին այդ սրբազանները, այդ փայլուն պլպլան շորերը հագել են, հլել են մեյդան, թագերը դրել են գլխներին, օձերը վեկալել են ձեռքերին, այդ գավաթ օձերը, որ խորհրդանշում է սատան են, հասկանում եք, իրանք Աստծուց չեն վախում, իրանք չեն էլ ասում, միակ Աստվածը, միակ Աստվածը սրբազանը մեր, միակը մեկը մեր սրբազանը, որ երկնքում եմ, ձեր հայրը երկնավոր, Քրիստոս, հայր ջան, ուզում եմ Աստված ձեզի օրհնի, պահի պահպանի, իր սրբությամբ, իր զորությամբ, իր բժշկությամբ, իր կատարյալ լույսի մեջ պահի ձեզ, եւ Քրիստոս ձեր առջևից քայլի, ինքը լույս լինի ձեզ, իմ հայ զինվորի հետ էլ, իմ հայ զինվորին պահի պահպանի, լույս լինի իրանց ճամփեքին, սատանայից